գործին անլրջացնում է գործընթացը եւ հետո ինչ սպասելիքներ ունեք սեփական օրակարգով խորհրդարան եկած ընդդիմությունից եւ ինչ եք ուզում մարդկանց օրակարգը փոխեք իրենք իրենց սեփական օրակարգ ունեն անլրջացնում ենք ինչը լուրջ ինչ-որ գործընթացա այս կողմ գա Չէ, դուք նորմալ եք առաջ Եթե ինչ-որ լուրջ գործընթաց է տեղի ունենում իմ համար անկեղծ ասած անտեսանել է այդ գործընթացը ես գործընթացներից մենակ վերջերս տեսա որ ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ մեր ընդդիմադիր պատգամավորները ովքեր լրջության կոչեր էին անում այս ազգային ժողովի բակում սակուրաներից ինչ-որ թիթեռներ էին կախում եթե այդ գործընթացը նկատի ունեք որ մենք այդ գործընթացը իրենց շեղում ապա միգուցե ցանկացած մարդ ով որ դեմ է արտահայտվում այս գործընթացին իսկ մինչև հիմա այս պայմանությամբ ինձ հայտնի են երկու մարդ ովքեր որ դեմ են իմպիչմենտի գործընթացին մեկը Նիկոլ Փաշինյանն է հայտնի պատճառներով մյուսը այս պայմանությամբ Ռոբերտ Քոչարյանն է երրորդ մարդ չեմ ճանաչում բայց ցանկացած մարդ ով որ չգիտեմ տեղակ չեմ բայց ես դեմ արտահայտողների մասին տեղակ եմ դրա մասին եմ ասում ես կարծում եմ որ այդ կարծիքը այս պայմանությամբ ոչ մեկ չի կարողացել փոփոխման ենթարկել որևիցե հաստարկով իմպիչմենտի գործընթացը այս պայմանությամբ միակ հնարավոր տարբերակն է իշխանապողություն Հայաստանում իրականացնելու այլ որևէ տարբերակ գոյություն չունի եւ վերջացնեմ նախադասությունը իսկ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի համար այս վերջին 4 տարիների ու իր ամբողջ ազգային ժողով պատգամավոր աշխատած 5 տարիների ընթացքում միակ գործիքն է որը ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունեցող որևիցե մարդ, ընդդիմադիր մարդ կարող է իրարի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար այլ որևիցե գործիք չունի։ Մնացած ամեն ազգային ժողովի պատգամավորը ընտրությունների հետ որևիցե կապ չունի, այսինքն ինքը չի կարող։ Վստահ որ ԿՊ կմիանա, պարոն Մարյան։ Ձեր հարցին, նախորդ հարցին, որ այդ Գաղազյանին տվեցիք, այդ Գաղազյանը իր իմացության տիրույթում պատասխանեց, ես այդ հարցին նաև ավելացնելու բան եմ։ Դուք ասացիք, եղել են արդյոք դեպքեր, որ ԿՊ-ական պատգամավորները կարճ ասեմ այո, նույնիսկ նման դեպքեր եղել են ՀՊՇ շարժման ժամանակաշրջանից եւ դեռ ինչու՞ չէ վերջերս իմպիչմենտի գործընթացին այդ թվում նաև Բագրատ Սեփազյանի շարժման ժամանակ իմպիչմենտի գործընթացին ամենայն դեպս դրանով հետաքրքրված ԿՊ-ական պատգամավորներ եւս եղել են Իսկին ազդակ չեմ ասել, սակայն մի վարքան ոչ իամասի կողմ քվեարկելու ազդակ ճիշտ եմ այո հիմա այդ մասին քանի որ ես եմ տեղակ ես այդ տեսանկյունից պատասխանում օրինակ իմ պրակտիկայում ՀՓՇ շարժման ժամանակ եղել է ՀՊ-ական պատգամավոր ով որ իմ միջոցով փորձել է բանակցել իրության հետ որ հետեւյալ օրակարգով որին բաց ասում եմ ձեզ որ իր ազգային ժողովի պատգամավոր մնացած այդ հատվածին ինչքան որ ինքը մնում է այդ աշխատավարձը հաշվենք մի հատ մեքենաս գտնենք որ իրան կվճարի ինքը պատրաստ է նույնիսկ գա ընդդիմության հանրահավաքին է ելույթ ունենա ժողովրդին էլ միան ամեն ինչ պատրաստ է այդ եղել է ՀՊՇ ժամանակ որպեսզի չխառնենք իրար Փողի դիմաց այդ մարդը օրինակ եմ ձեզ բերում օրինակ մի մարդ տենց է արել ՀՊ խմբակցության մի վարքյան այո այդ ժամանակ պատգամավոր հիմա մի վարքյան սպասեք ժողովուրդ սպասեք հիմա ասում ՀՊ խմբակցության մեջ մարդիկ հավաքված են երկու գործոնի շուրջ այնտեղ չկա գաղափարախոսություն կարծում եմ նոր բան չեմ ասում այսինքն չկա մի մարդ որ ասում է ես Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսության համար եկել եմ այդտեղ պատգամավոր եմ աշխատում թուքումուր եմ այդ երկու գործոններն են վախը եւ շահը հնարավոր է իրանք վախերում են Նիկոլ Փաշինյանից որովհետեւ հակառակ կողմից ընդդիմադիր դաշտից այդ թվում նաեւ իմ կողմից ես էլ եմ ընդդիմադիր դաշտից վախենալու ոչ մի բան չկա Նիկոլ Փաշինյանը իրանց շուրջ ստեղծել է վախի մթնոլորտ պահում է իրանց իր ազդեցության տակ այդ հիմա չկան այդ մարդիկ չկա այդ քաղաքական ուժը որը իրանց կազատագրի այդ վախից հավատացնում եմ ձեզ երբ որ լինի համաժողովրդական համազգային այսպես շարժում իմպիչմենտին աջակցող
որը պարտադիր պայման է իմպիչմենտի հաջողման համար, ոչ մեկս ռոմանտիկ չէ, հա, հասկանում եք ինչ։ Այդ ժամանակ իրանք ձերբազատվելով իրանց վախից կան կներան։ Եվ մի հատ էլ մի վարքյան աճը կոմպլեքս պատասխանում եմ հարցերին։ Սա քայլ է նաև ինչ որ առումով կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետը այդ հարցի շուրջ կա կոլեկտիվ անպատասխանատու մոտեցում։ Բերել հարցը անհատական պատասխանատվության ոլորտ։ Այսինքն անհատապես բոլոր падգամավորները պետք է մեզ բացատրեն։ Արդյոք իրանք հանցակից են դառնում Նիկոլ Փաշինյանին, թե հանցակից չեն դառնում։ Այս բաց հարցի։ Մենք այդ ամեն ինչի կիմանանք, այդ հողն է ԿՊԿ-ն падգամավոր կա, կարող է հույս ունի, որ իր անունը իդեպ ոչ մեկ չգիտի, բազմաթիվ падգամավորներ կան երեք ստորագրելու ընթացքում պարոն Ղազարյանի հետ միասին բարձր, որ անունները չգիտենք այդ մարդկանց։ Հիմա կարող այդ մարդը հույս ունի, որ տենց իր անունը ոչ մեկ չի իմանա, ինքն էլ հով տենց իր այդ դիկտարին Հայաստան դաշինքի դեմ է, որովհետև իշխան Սաղաթելյանն ինձ հետ հարցազրույցում ասաց, որ ներողություն ավարտեմ, ասաց, որ մենք պետք է հասկանանք, մենք ուզում ենք այս հարցը լրջորեն քննարկել, իդեպ չբացառելով ասաց, որ ես դեմ չեմ եղել, առաջինը ես եմ կողմ եղել բանին, impeachment-ին։ Ոչ, թե սա պետք է ուզում ենք թիրախ դարձնել Հայաստան դաշինքին։ Վայ ջան, ոչ, եւ ավելին, ես նաեւ խոսք ունեի ասելու, այդ խոսքին չասա։ Նամակները հանձնելուց հետո գործողություններ պետք է հետևեն, չէ՞, որոշակի ինչ-որ այլ գործընթացներ պետք է տեղ ունենան։ Այդ մասով լիազորված եմ Արթուր Շարժման անունից հայտնելու, որ մեր նախաձեռնությամբ մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ Հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, սրանք, այսպես ասած, կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր պրոցեսները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն կամ միգուցե իրանք ասեն չեք միանում։ Տեսեք, բայց այնուամենայնիվ հանրային ճնշում չի, պետք չի այս գործընթացը նաև դրամաբանական ավարտին հասցնել, այսինքն որպեսզի նաև ԿՊԱ-ականները, հա, այդ թվում եւ ընդդիմադիրների մասով դուք ունեք հստակ բան, որ բոլոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող падգամավորները նախ կմիանան ձեր նախաձեռնությանը, որը ի վերջո բավարար կլինի, որպեսզի մտնի օրակարգ, հետո նոր արդեն ճնշում լինի փողոցային պայքարով, հա, այդ ձեր ասած Արթուր շարժումը փողոցային պայքար սկսելու է այս գործընթացը զուգահեռ։ Պատասխանելով ձեր հարցին, օրակարգ հետևյալն է, քայլերի հերթականությունը հետևյալն է։ Այսօր հանձնում ենք առաջարկ, որպեսզի падգամավորները, այսպես ասած, իրար գան, շարժվեն տեղից, վերջապես ինչ-որ իրանց սահմանադրական հոդվածներով պարտականությունն է իրաց, սկսեն իրականացնել։ Այդ թվում նաև լրիվ ամբողջությամբ ազատ ենք թողել վարչապետի տեխնացուի հարցում, մի վարքյան պատասխանում ենք Փայլակի հարցին։ Վարչապետի տեխնացուի հարցում ամբողջությամբ ազատ ենք թողել իրանց եւ անվերապահ ես դες ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ կաջակցենք ցանկացած իրանց կողմից առաջադրված վարչապետի տեխնացուին առանց որևիցե վերապահման։ Մի վարքյան բան չեմ ասում։ Եթե իրանք չեն ուզենա տեղից շարժվել, մենք այդ կանխավարկածով իհարկե չենք առաջնորդում, բայց եթե չեն ուզենա, այդ ժամանակ ինձ թվում է հանրությունը պետքա իրավիճակը վերցնի իր ձեռքին։ Արդեն այդ ձեր տված հարցին ով է վարչապետի տեխնացուն, մենք կգեներացնենք վարչապետի տեխնացուն, կգանք եւ իրանցից միայն կուզենք իրանց ստորագրությունը։ Բա այդ կոնսուլտացիաները հենց այդ նպատակով են նախաձեռնում։ է դեռ մնում ընդդիմության որովհետև իմ նշած մարդիկ եւ քաղաքական մնացած դերակատարները ըստ էության ոչ բոլորն են, որ ազգային ժողովում ներկայացվածություն ունեն, բայց քաղաքական դաշտում ունեն լուրջ ազդեցություն։ Այս պահի դրությամբ, մինչև այս պահի նամակները հանձնելը, խնդիրը այս պատերի ներս է։ Սրանից հետո արդեն խնդիրը տեղափոխվել է ամբողջ քաղաքական դաշտում։ Եզացիկ պետք է հանդիպեք, քննարկեք։ Պետք է չէ, մենք նախաձեռնենք։ Հնարավոր է ինչ-որ ուժեր ձեզ տալ համոզը եւ հետ կանգնեք այս գործընթացից մեկ եւ երկրորդ հարցից, որովհետեւ շատ են դառը
հերթ չհասնի։ Ասում եք վախեցած եք ԿՊ-ականները, մոտավորապես հաշվարկ ունեք, քանի պատգամավոր եք ԿՊ-ից վախեցած եւ քանիսը կմիանան այդ վախեցածներից։ Հնարավոր է մեզ համոզել թե չէ, այո, հնարավոր է։ Եթե այլ որ մեկը արգումենտ բերի, փոխաստակ բերի, խելամիտ, то մենք բան չենք խելառ չենք ասում ենք ոդներս դրել ենք մի կոշիկի մեջ, ասում ենք չես պետք է լինի։ Մինչև այս պահը ոչ մեկ, որևիցե մեկը, որևիցե արգումենտ, որևիցե փաստակ, բովանդակային առարկություն չի կարողացել ներկայացնել։ Եթե այս պահից սկսած ինչ որ մեկը այդ փաստակը կներկայացնի, մենք եթե կբացատրի, որ սխալ է, մենք իհարկե ինչի՞ պետք է բանալ։ Ես կարող եմ կաների բանկանի հարցությունները լինելու եւ հարցանալու։ Դու չեք ասում։ Չէ, 26 թվականին այսինքն ես չգիտեի ինչ որ մեկը ասի։ որպես փաստարկել։ Եթե դες փաստարկել։ Այսինքն ինչ որ մեկը ինձ որպես փաստարկ պետք է ներկայացնի օրացույցի հաջորդ տարվա ամսաթիվ, որը ես իրանց չնավ դիտեմ։ Փոխեն, ինձ թվում է չի կանգնարում։ Թող ես ավելի շուտ բան կգամ։ Ասեք։ Երկրորդը ԿՊ-ականները վախեցած են, ես նման բան չեմ ասել, ԿՊ-ականները բացարձակ վախեցած չեն այս պահին, որովհետև վախենալու ոչ մի բան չունեն։ Հա, Փաշինյանից վախեցած են, այո, վախի։ Ինձ թվում է, ես ասեցի, երկու գործոն կա, որով Փաշինյանը ԿՊ-ական պատգամավորները պահում է ազգային ժողովի շենքում։ Դա շահն է ու վախը, տարբեր կոմբինացիաներով, մեկին համ շահով, համ վախով ապահում, մեկին վախով, մեկին մենակ շահով, բայց ընդհանուր առմամբ գաղափարական չի իրենց միավորում։ Ես կուզենամ տեսնեմ այն ԿՊ-ական պատգամավորի Զարուջան, ով որ Զարրոձին ու Զա Ստալինու դեմքով, Զա Նիկոլա Փաշինյանու դեմքով, ասի ես պատրաստ եմ մեռնել գաղափար հանուն այդ գաղափարի։ Չկա այդ գաղափարը, մենք այդ լավ գիտենք։ Մենք լավ գիտենք այդ մարդիկ ինչի համար են այստեղ, չէ՞ հավաքված։ Հիմա եթե հավաքված են, չէ, Վայջան Քեզ Նախ ես ոնց հասկացա, որոշման նախագիծ պետք է լինի վարչապետին անվստահություն հայտնելու։ Անեգար Ղազարյանն է հարցը։ Այսինքն իրավական մասերը բոլոր հարցերով նախաձեռնության լոկոմոտիվը նախ առաջին Էդգար Ղազարյանի խոսքն եմ ես լսել իմպիչմենտի մասին, գուգլել եմ, հաստատել եմ, նայել եմ, հասկացել եմ, որ շատ տրամաբանված, հաստատված բան է ասում մարդը, ես էլ ոգևորվել եմ այդ գաղափարով, եկել եմ հիմա այստեղ կանգնած եմ, ամբողջական առումով իմպիչմենտի բոլոր մանրամասների առումով, խնդրեմ պարոն Ղազարյանին։ Վարչապետի տեխնացուի մասով ես ոնց հասկացա, դուք ընդդիմադիր դաշտին որևէ այսպես առաջարկ եւ այլն չկա, դուք այս պահին առայժմ չկա։ Դուք ուղղակի եք, որ խորհրդարանի ընդդիմադիր ուժերը նախաձեռնել վարչապետի։ Առաջի գիշերվա իրավունքը վարչապետի տեխնացուի պատկանում է պատգամավորներին մեծ առումով ընդդիմադիր պատգամավորներից մեր ակնկալիքները շատ ավելի կոնկրետ են, չէ՞, որտեղ իրանք 21 թվին եկան մեզ ասեցին, մեզ ձայն տվեք, մենք գալիս ենք Նիկոլ Փաշինյանին հանենք։ Հիմա ձայն ենք տվել, ես անձամբ քվեարկել եմ, քարոզել եմ, ձայն եմ տվել ընդդիմադիր դաշինքներից մեկի։ Հիմա եկել եմ ասում եմ, ընկեր 4 տարի անց է, դու մենակ մի բան կարող էիր անել, մի բան, ուրիշ բան չէր կարող պատգամավորել։ Իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, մինչև հիմա չես արել։ Լավ, թողում եք մի կողմ մինչև հիմա չես արել, բա հիմա ինչի չես անում։ Ում եք ասել են դաշինքի որ ձայն եք տվել։ Դա առաջին երթին իհարկե դաշինք։ Մի բան էլ պարոն Մալյան, այս ընտանիքում ձայները տարբեր ձև են բաշխացել։ Ես քվեարկել եմ Պատիվ ունեմ դաշինքին, հայրս քվեարկել է Հայաստան դաշինքին, բայց ես թե երկուսի քարոշչական միջոցառումներին ակտիվ մասնակցել եմ, Facebook-ում մինչև նկարները կա։ Այս 4 տարվա ընթացքում այդ ձեր ասած երկու դաշինքները միասին անգամ մի հատանշում միասին, որտեղ միասին չեն եղել իրանք երկու։ Չէ, երկուսի հետ ինչ-որ հարցեր շուտ միասնաբար հանդես են եկել, քննարկել են, քվեարկել են։ Այդ մարդիկ անգամ հասարակ նախագիծ չեն կարողացել անցկացնել, որովհետև Նիկոլ Փաշինյանի ավետարություն հայտնել նախագիծ իր կյանքին։ Մի Էդգար Ղազարյանը քիչ առաջ ասեց, մի պատգամավորի, ընդամենը մեկ պատգամավորի ստորագրությունը հերիք է, որպեսզի այդ գործընթացը, այսպես ասած, պուս կտան։ Հիմա այդ մեկ պատգամավորի վերջացնենք Վահեջան, իհարկե արդյունքի համար ենք աշխատում։ Մենք հո բան չենք Ես կարող եմ մի բան ասել, ձեր խոսքից ճիշտ եմ ենթադրում, որ պատգամավորի ստորագրությունը չեն կարողացել անցկացնել։ Հիմա ո՞նց են անցկացնել։ Բազմաթիվ եղել է, որ պուսկ են տվել եղել արդյունք։
Ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ դուք հասկացում եք կամ թերահավատություն ունեք, որ ընդդիմադիր բոլոր ուժերը կամ բոլոր պատգամավորները այս գործընթացը իրականացնելու պատրաստակամություն չունեն եւ պարոն Մալյան, դուք ասացիք երկու հոգի են դեմ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի մասով տեղեկատվությունը կխնդրեի հստակեցնեի, ինչպես է դեմ է, որովհետեւ ֆրակցիան ամեն դեպքում այդ Ռոբերտ Քոչարյանի մասով իսկ բանը այս պատրաստական այս գործընթացը բայց ինչի՞ պիտի տապալվի։ Ես տապալման մասը ստացել եմ կարա տապալվի, եթե լինի տոտալ սաբոտաժ։ Այս գործընթացը, Դարի ջան, ինչպես ցանկացած գործընթաց, որը ես սկսել եմ, ես հստակ քայլ առ քայլ պատկերացնում եմ, այս քայլից հետո ինչ անել, այս քայլից հետո ինչ անել։ Ինձ ընդդիմադիր պատգամավորները մինչև հիմա ասում են, հավաքի բեր ժողովրդին, մեզանից այդ ժողովրդով խնդրի, որ մենք սկսենք impeachment, մենք կսկսենք։ Ուրեմն այս առումով այդ խոսույթը Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմադիրների լրիվ նույնական է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, հենց ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես հրաժարական կտամ։ Այսինքն թե այստեղ Նիկոլ Փաշինյանի պարագան, թե այնտեղ ընդդիմադիրների պարագան, անհայտ է այդ ժողովուրդը, այդ ժողովրդի նույնն ասում, որ պետք է փողոցային այո, ոչ թե նույնն եմ ասում, պարտադիր բան, impeachment-ը առանց փողոցային ակտիվ համազգային գեներացված փողոցի զրո է, ոչ մի արդյունքի չի բերելու։ Փողոցային գործընթացը առանց impeachment-ի վերջաբանի նույնպես զրո է, դա էլ ես վերջի 7 տարվա մեջ անընդհատ համոզվել եմ։ Բնականաբար պետք է լինի process, որպեսզի այդ մարդկանց, այսինքն օրինակ ձեզ, երբ որ ես կոչ անեմ, ասեմ եկեք դուրս եկեք փողոց, ես դες բացատրեմ թե դες ինչ համար եմ կանչում փողոց։ Այս փողոցում կրկն նոր ասեցի ուշադիր չէ։ Փողոցում չի ստացվում, որովհետև այդ փողոցի ծերում վերջում գոյություն չունի որևիցե մի հանգուցալություն, որով Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Փողոցը փողոցի համար ուղղակի դուրս գան զբոսանքի, բնականաբար Նիկոլ Փաշինյանը դեպրեսիայի մեջ չի լինելու հրաժարական։ Պարոն Մալյան, այսինքն հենց ներսում սկսենք Եվ impeachment-ը միակ գործընթացն է, որը ուղիղ կախվածություն չունի Նիկոլ Փաշինյանի կամ արտահայտությունից։ Այսինքն, թե ընտրությունները կազմակերպում է եւ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, հրաժարականի պահանջի պատասխանատվողը Նիկոլ Փաշինյանն է, հրաժարական տվող կամ չտվող։ Մյուս բոլոր գործընթացները ուղիղ կապված են Նիկոլ Փաշինյանի ժամանակ ինչի impeachment-ի Չէ, ինձ համար անկեղծես կա։ Այսինքն հենց ներսում սկսել է գործընթացը, այսինքն գործընթացը միայն ներսում կարող են սկսել, հենց ներսում չէ։ Չէ, նկատում եմ, որ ներսում պատգամավորները սկսեն արդեն անվստահության գործընթացը, դուք դա պատկերացնում եք զուգորդել նաև դրսում փողոցային ակցիաներով։ Հենց մեր պատգամավորները սկսեն impeachment, ինչ որ մեկը պատգամավորը սկսի impeachment-ի գործընթաց, բնականաբար միանգամից պետք է կենտրոնանալ փողոցի պայքար կազմակերպելու վրա, գեներացնելու վրա։ Մարդիկ, այն մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ դուրս էին եկել փողոց սրբազան պայքարի շրջանակներում, այդ մարդիկ չեն մահացել փառք Աստծո, չեն արտագաղթել, նիկոլական չեն դարձել։ Այսինքն Ձեր միտքը ինչի համար են օգնել, որովհետև թունելի վերջում լույսը չեն տեսնում։ Այսինքն իրանց միշտ ասում են, դուք եկեք փողոց, ձեզ կասենք ինչ անեք։ Այդ լույսը հանգուցալությունն է, դա հենց ուրիշ լույս չէ, այդ լույսը հանգուցալությունն է, իրավական առումով, որի կոչվում է impeachment։ Արտադիր։ Սա ես ձեր միջոցով ուղղակի ուզում եմ մեր ընդդիմությանը փոխանցեմ հետևյալ մեսեջը։ Ճիշտ է, գործընկերային համագործակցության մթնոլորտ ստեղծելն է գործընթացի շուրջ եւ աշխատել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու այդ գործընթացը կազմակերպել։ Այսինքն մեկը ստորագրություն է մեկից անհրաժեշտ այդ process-ի համար, մեկը սիրով դնի այդ ստորագրությունը, մյուսը կարա իր համախոհներին, կուսակիցներին համոզի բացատրի փողոցային շարժում գեներացնի, թող դրանով զբաղվի, մյուսը կարա լավ քարոզ իրականացնի այդ ամեն մեկը մենք հիմա պարզ այս գործընթացով այ ջան կտեսնենք ովքեր են իրոք ուզում Նիկոլ Փաշինյանը գնա, ովքեր չէ։ Սրբազան շարժման ժամանակ, պարոն Մալյան, հիշում եմ այդ թեման նորից արտարծվեց, այդ impeachment-ի ու ասացի, որ իբր իշխան Զաքարին չեն կարողանում գտնել, հետո ինչ տեղեկություն ասա, որ իշխան Զաքարը իրականում տոլար չէ, գտնված է եւ ասել է բերեք թուղթը բերեք, ես տոլար գրեմ։ Եվ ինչ եղավ։ Ով չի բերել, ինչի չի
Բերել եղել այդ Բանը նրանումն է, որ այդ թուղթը չի եղել երբեք։ Ասել առաջին ես կստորագրեմ։ Հարգելիներս, հարգելի հանրություն, շատ լավ հարց բարձրացեց Վահեն։ Հարգելի ժողովուրդ, ձեզ 7 տարի անշարունակ ու վերջի 3 տարին հաստատ իմպիչմենտի մասով խաբել են։ Երբեք իմպիչմենտի թուղթ չի եղել։ Երբեք Հայաստանում իմպիչմենտի գործընթաց ոչ մեկ չի նախաձեռնել։ Ամեն անգամ, երբ որ ձեզ հայտարարել են, որ հեսա իմպիչմենտի գործընթաց են սկսում, այս են անում, դա եղել է լկտի եւ անամոթ սուտ։ Հայաստանի Հանրապետությունում երբեք իմպիչմենտի գործընթաց որևէ падգամավոր չի սկսել։ Եղել են դրա խոստումներ, դրա մասի շահարկումներ։ Մենք դիմադիր խմբակցությունների կողմից իմպիչմենտա նման ինչ-որ անվստահության կոչա հայտարարությանային ինչ-որ բաներ։ Չգիտեմ, իր խնդրում եմ իր հետ հարցը։ Ես այդ ժամանակ ազատության մեջ չեմ եղել, բանտում եմ եղել, չգիտեմ։ Այդ հարցի պատասխանը ինքն ինձ դեմ կարող է։ Իդեպ նաև Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու նախաձեռնություն եք ցուցաբերել։ Պարոն Մալյան, մտավախություն չկա, որ այս մեկնարկող գործընթացը հնարավոր է հակառակ էֆեկտ տա այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի բարձրացման վրա կարող է ազդել եւ արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իրեն ավելի շատ ձայն կարող են տալ, քան օրինակ առաջիկա շաբաթօրը, քանի որ իրենք բազմաթիվ անգամներ նշել են, որ այս ընդդիմությունը իրենց նվեր է եւ քանի այս ընդդիմությունը կա, այս ընդդիմադիր դաշտը առաջնորդողները կան, իրենք շարունակելու են նման իշխանություն։ Ձեր հարցի մեջ երկու իրար հակասող բաներ կա, այսինքն կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է նվեր, իր գործունեության համար է, չէ՞, համարում նվեր, ոչ թե դեմք։ Կա ընդդիմություն, որը Նիկոլ Փաշինյանը համարում է իրան նվեր, ինչ որ առումով կներեք, բայց այդ մասով շատ դեպքերում պետք է համաձայնվել։ Եվ ամբողջ քաղաքական գործընթացները մենք չթողենք այդ ոչ մի բան չանենք, այդ նվեր վիճակը շարունակվի։ Երկրորդ, ես չեմ հավատում ընտրություններին։ Ոչ մի հիմք չունեմ ընտրությանը հավատալու։ Ասեք մի հատ հիմքի ինձ հենց հիմա, որով ես հիմնավորվեմ, ասեմ, ճիշտ է, ընտրություններով հնարավոր է։ Խնդրեմ, ասեք մի հատ հիմք։ Ինչու որտեղ այդ լավատես։ Ժողովուրդը վերջնականապես հիասթափել է, հիմա վերջապես հասկացավ։ Ընտրությունների տարբերակը ինչ են։ Գյումրիի ընտրությունները, եթե օրինակ։ Գյումրիում ինչ եղավ։ Մինչև Գյումրին 2021 թվականին առաջ եկել անդադար մենք գիտեք քանի ընդդիմադիր քաղաքապետեր են հաղթել։ Մամիկոն Ասլանյան, Մանվել Փարամազյան, Արուշ Արուշանյան, թվարկեմ Դավիթ Համբարձումյան, այդ մարդիկ հաղթել են միանձնյա, այսինքն իրանք ջախջախել են ԿՊ-ին իրանք տարածքի վարկյան։ Հիմա ինչա կատարվում։ Հիմա կարկատաններով մի հատ քաղաքապետ նշանակել տվեցինք, որը ընդհանրապես նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չունի։ Չկա այո, այս տեմպերով, այս համայնքներում միտեղ կրելով, միտեղ կրվելով, առաջ ավելի շատ են կրում ընդ որում, հիմա ավելի քիչ։ Հա, այս տեմպերով տենց 200-300 տարի հետո տենց կազատագրենք, որտեղ միտեղ մենք ենք հաղթում, հաջորդ ընտրություններին Նիկոլեն կարող է հաղթեն եւ այլ եւ այլ։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի է պատրաստ։ Ընտրական ամբողջ ցիկլը իր ազդեցության ներկա է գտնելու։ Սկսած ԿՀ-ից մինչև սահմանադրական դատարան, որը բողոքներն է քննելու։ Այսինքն բանը Սեյդա Սաֆարյանը պետք է որոշում կայացնի, թե ընտրությունները կեղծվել են, թե չեն կեղծվել։ Ձեզ շնորհակալություն։ Բայց 100 նամակը տանել են։ Անպայման։ Եղար